Վաղ առավոտյան է փլուզվել Էջմիածնում գտնվող այս տունը։ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ ժամը 7-ին ահազանգ են ստացել փլուզման մասին եւ փլատակներում մարդ կա։ 76-ամյա տանտիրուհին էր մնացել փլատակներում, փրկարարները նրան դուրս են հանել։ Բժիշկներն են օգնության հասել տարեց կնոջը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կրիմինալ լրագրության մեջ մասնագիտացած Գագիկ Շամշյանի դեպքի վայրում արած կադրերում երևում է, որ տան մի մասն ամբողջությամբ ավերված են։ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ 60 քառակուսի մետր է փլուզումը։ Քննչական կոմիտեի քրեագետները փրկարարների գործողություններից հետո սկսել են քննչական գործողությունները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ փրկարար ծառայության գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել, ինչից հետո տունը փլուզվել է։ Ալբերտ Սերոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։